Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Դրանք նախնական են, չեն ներառում էլեկտրոնային քվեարկության արդյունքները եւ կլորացված են մինչեւ 100-րդական։ Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 2.577.216 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 1.477.736-ը։ Անվավեր է ճանաչվել 17.097 քվեաթերթիկ։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը ստացել է ձայների 49.825%-ը, այսինքն 727.827 ձայն։ Երկրորդ տեղում ուժեղ Հայաստանն է 23.281%, 340.088 ձայն։ Անցողիկ շեմը հաղթահարած երրորդ ուժը Հայաստան դաշինքն է, որ ստացել է ձայների 9.934%-ը, այսինքն 145.113 ձայն։ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը անցողիկ շեմը հաղթահարելու համար 0.4% ձայն պակաս, այն ստացել է 58.378 ձայն, 3.996%։ Հիշեցնեմ, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը 4%-ն է, իսկ դաշինքների համար 8%-ը։ Այսպիսով նախնական տվյալներով խորհրդարանը կազմված կլինի 3 ուժերից՝ Քաղաքացիական պայմանագիր, Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինք։ Մնացած 15 ուժերը անցողիկ շեմը չեն հաղթահարել։ Վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի հունիսի 14-ին։